Պարոն վարչապետ, դրսում բողոքող վարորդները Արցախում վարորդական իրավունքները կորցրածներն են, որոնց վրա այս նոր օրենսդրական կարգավորումը չի տարածվում, այս մասով նրանք հետաքրքրվում են, թե ինչ լուծում է լինելու, արդյոք հնարավոր է այնպիսի կարգավորում, որ նրանց վրա էլ տարածվի, որովհետև ասում են մռոյում իրենց ասել են, որ դուք Արցախում եք կորցրել, չեք կարող ստեղ ստանալ վարորդական իրավունք, հետո Ծառուկյանի աշխատակիցները, բիզնեսների աշխատակիցները, որոնք իդեպ Արարատցեմենտից չեն, մյուս կազմակերպություններից են, հարցնում են ինչպես պետք է իրենք այս ընթացքում ապրեն, երբ որ իրենց աշխատավայրերը փակ է, իրենք ունեն վճարներ անելու, բնակարանի վարձ, կոմունալ, ընդհանրապես առօրյա կյանքը պետք է կազմակերպեն, պետությունը իրենց որևէ կերպ աջակցելու է, թե չէ խախտված իրավունքները ինչպես է վերականգնվելու, եւ պարոն վարչապետ, պարզվում է այս վերջին 5 միլիարդանոց պարգևավճարի փաթեթը կռիվ է գցել պետական ապարատում, որոշ մարմիններ չեն ստացել, մասնավորապես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում օրինակ խոսակցություններ կան, ինչ են իրենք այդ չալաղաչ կտորից չեն օգտվել, ՏՄՊՊՀ համարձակության պաշտպանության հանձնաժողովը այս բաժանումները ինչպես են եղել, որ պետական որոշ կառույցներ դուրս են մնացել։ Ոչ թե դուրս են մնացել, են կառավարության համակարգի մարմիններ չեն, անկախ մարմիններ են, եւ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կլինեն, որ այդ համակարգը կտարածվի բոլորի վրա։ Եվ ինչ այլոց ուզում եմ էլի ասեմ, որ նախորդիվ էլ ասել եմ, հենց այդ համակարգն է, որ մենք հնարավորություն կունենանք, առաջիկայում դուք դա կտեսնեք, կառավարության ձևավորման գործընթացում բարձր որակավորում ունեցող ավելի շատ մասնագետների ներգրավել կառավարման համակարգ։ Ինչ վերաբերվում է ձեր նշած հիմնարկների աշխատողներին, ենթադրում եմ, որ իրենք ինչ որ գրություն փոխանցած կլինեն կառավարությանը եւ մենք այդ բովանդակությունը կուսումնասիրենք եւ կարձագանքենք։ Ես էլի արդեն ասացի, որ մեր նպատակը չի ինչ որ մեկին աշխատանքից զրկելը, մեր նպատակը շատ լավ, բայց հիմա ես կներեք մյուս հիմնարկների դեպքերը չգիտեմ, բայց ես Արարատցեմենտինը, քանի որ սկզբից շատ աղմուկ եղավ, որ այո, մի քանի օր կանգնեցին, հետո սկսեցին աշխատել։ Հիմա ենթադրում եմ մյուս տեղերում էլ այդ նույն խնդիրը կարող է լինել, կարող է դեպքեր լինել, որ այդպես չստացվի, որովհետև ասենք օրինակ ինչ որ մի բանի խաղատան լիցենզիայի զրկում է տեղի ունեցել կամ եւ այլն եւ այլն։ Նկատի ունեմ մեր նպատակը այդ չի, կնայենք եւ իհարկե մարդկանց քաղաքացիներին կտեսնենք ինչն է խնդիրը եւ որտեղ կարող ենք լուծել։ Հիմա վարորդական իրավունքների հետ կապված ձեզնից առաջ մի քիչ այլ հարց տվեցին, հիմա բարձվում է մի քիչ նոր թեմա է դա, որը պետքա լրացուցիչ ուսումնասիրենք, ճիշտն ասած ես չգիտեմ, հիմա պատրաստ չեմ, որովհետև այդտեղ պետքա նայել մի հարց ուղղակի կարող եմ այսպես ասել, պետքա նայել հիմքերը պահպանված են, թե պահպանված չեն եւ ըստ այդմ որևէ ձևով կարձագանքենք, որովհետև նախորդիվ հարցը այնպես էր, որ այն հատվածը վարորդների ում հետ մենք պայմանավորվել ենք, այդ պայմանավորվածությունը չի կատարվում, բայց դա իհարկե կատարվում է եւ դատարանների հետ կապված էլ այդպիսի պայմանավորվածություն չի եղել։ Հիմա ձեր ասածը նոր թեմա է, որին կծանոթանանք եւ կտեսնենք ինչ է հնարավոր անել։